Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Հայաստանում մեկնարկել է թրիփ համաձայնագրի վավերացման գործընթացը։ Կառավարությունը հաստատել է համապատասխան օրինագիծը եւ այժմ այն կուղարկվի սահմանադրական դատարան։ Եթե դատարանը փաստաթուղթը ճանաչի սահմանադրությանը համապատասխան, այն կներկայացվի ազգային ժողովի վավերացմանը։ Բայց արտգործնախարար Արարատ Միրզոյանի խոսքով գործընթացը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, անհրաժեշտ է հաստատել նաեւ բաժնետերերի միջև պայմանագիրն ու ընկերության կանոնադրությունը։ Թրիփ զարգացման ընկերությունը կստանա հողօգտագործման կառուցապատման իրավունք այս գոտիներում եւ այս իրավունքը կգործի նախնական 49 տարով եւ այս ժամկետում ընկերությունում բաժնեմասերը կբաշխվեն հետեւյալ կերպ Միացյալ Նահանգներին կպատկանի բաժնեմասերի 74%-ը եւ Հայաստանի Հանրապետությանը կպատկանի բաժնեմասերի 26%-ը եւ ահա այս նախնական ժամկետի 49 տարու լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարացնել համագործակցությունը եւ ժամկետը եւս 50 տարով եւ այս դեպքում արդեն երկարացման պարագայում կապահովվի, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա ընկերության բաժնեմասերի 49%, այսինքն 26%-ից Հայաստանի Հանրապետության բաժնեմասերը կմեծացվեն, Հայաստանի Հանրապետությանը կտրվեն ավելի բաժնեմասեր, Թրիփ ծրագրի շուրջ քննարկումները շարունակվում են նաև փորձագիտական դաշտում։ Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը խոսել է տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի անվտանգային միջավայրի եւ պատերազմի հավանականության մասին, ընդգծելով, որ Հայաստանի ներկայիս քաղաքական եւ անվտանգային վիճակը մեծացնում է պատերազմի վտանգը։ Բաքուն շարունակում է խաղաղության գործընթացի տրամաբանական հանգուցալուծումը պայմանավորել Հայաստանի Հանրապետության սահմանադրության նախաբանի փոփոխմամբ, ինչը ցույց սվանգի մեջ է դրել խորհրդանում սահմանադրական մեծամասնություն չունեցող ՔՊ-ին, խորացրել ներհայաստանյան քաղաքական ճգնաժամը, ԱՄՆ շարունակելու է Իրանի դեմ պատերազմի խաղաթուղթը շահարկել եւ վերջնագրային մակընթացության մեջ պահել մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերը, երբ Իսրայելում կկայանա Քնեսեթի ընտրություն։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը վստահեցրել է ամերիկյան կողմին Սյունիքում թրիփի աշխատանքները սկսել աշնանը։ Առանց Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության Ադրբեջանը չի համաձայնելու խաղաղության գործընթացի առաջմղմանը։ Ավելի պարզ Բաքվին անհրաժեշտ է լեգիտիմ պատճառ, որով տարածաշրջանային կոմունիկացիաներին Երևանի չմիանալը կներկայացվի որպես խոչընդոտ կամ ռեգիոնալ խաղաղության արգելափակում, ինչը բնականաբար հանդիսանալու է Սյունիքում ռազմագործողությունների իրականացմանը։ Իրանը պաշտոնապես դիմել է Երևանին արագացնելու ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը։ Լուծումը հավանաբար իշխող վարչախմբի ղեկավարի փախուստն է, երկիրը նոր ու աղետաբեր պատերազմի մեջ ներքաշելուց հետո կամ կրկնակի կապիտուլյացիան, կամ էլ անվտանգային կանխարգելիչ գործողությունների ձեռնարկումը, ինչպես Եգիպտոսը բազմիցս արել է անցած դարի 70-80-ականներին։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, եթե ես չլինեմ հոկտեմբերին պատերազմ է լինելու, չէր սխալվում, պարզապես մեկ տարբերությամբ։ Եթե նա մնաց իշխանությունում, Հայաստանը կորցնելու է ամեն ինչ, պատերազմով թե առանց դրա։ Իսկ թրիփ նախաձեռնության շուրջ քննարկումները չեն սահմանափակվում միայն ծրագրի բովանդակությամբ։ Ուշադրության կենտրոնում է նաև այն, թե ովքեր են ղեկավարելու եւ ֆինանսավորելու նախագիծը։ Ամերիկյան կողմը $200 միլիոն թրիփ պլյուս հիմնադրամի կառավարումը վստահել է ներդրող Կոնստանտին Սոկոլովին։ Նրա նշանակումը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել։ Ոմանք այն կապում են նրա ամերիկյան քաղաքական շրջանակում ունեցած ազդեցության հետ, իսկ մյուսները Հայաստանում ունեցած տնտեսական հետաքրքրության։ Այս ամենի ֆոնին ուշադրության կենտրոնում է հայտնվել ադրբեջանական դպրոցական դասագիրքը։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հրապարակել է դասագրքից հատված, որտեղ Հայաստանի ներկայիս տարածքը ներկայացվում է այսպես կոչված պատմական ադրբեջանական հող։ Փորձագետների գնահատմամբ նման բովանդակությունը դպրոցական տարիքում նպաստում է տարածքային պահանջների վերաբերյալ որոշակի պատկերացումների ձևավորմանը, ինչը նրանց կարծիքով դժվար է համատեղել խաղաղության օրակարգի մասին պաշտոնական հայտարարությունների հետ։ Ադրբեջանը ուզում է ստեղծել պատմություն եւ ընդ որում պետք է ասեմ, որ սա
այսօրվա երևույթ չի։ Ուրեմն ադրբեջանցիները խորհրդային միության օրոք նույնպես նենգափոխում էին պատմությունը։ Իրենք ունեին մի պատմաբան, այսպես Չակերտյալ, խորհրդային միությունում Զիա Բունյաթով, որ ոչինչից ստեղծում էր ադրբեջանական պատմությունը հենց խորհրդային միության գիտական հաստատություններում։ Ներքաղաքական զարգացումների շարքում ուշադրության կենտրոնում է հայտնվել Արարատ ցեմենտ գործարանը։ Դատարանի որոշմամբ գործարանի կառավարումը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։ Դատախազությունը հայտարարում է, որ ուսումնասիրությունների ընթացքում խնդիրներ են հայտնաբերվել մասնավորեցման գործընթացում։ Ընդդիմությունը սակայն տեղի ունեցողը կապում է քաղաքական գործընթացների հետ եւ հիշեցնում, որ Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական շրջանում էր խոսում գործարանի հնարավոր պետականացման մասին։ Մենք շատ ակնհայտ նեոթուրքական բանդիտիզմի, շատ ակնհայտ sense դրսևորում, երբ որ մարդուն իր կարծիքի համար, կամ միայն նրա համար, որ ինքը հայ է, փորձում են տնտեսական լծակներով ունեզրկել եւ այլն։ Ուղիղ sense համեմատական է անցնում, թե ինչ էր կատարում այս ցեղասպանության ժամանակ, երբ որ կհիշեք հայ գործարարների սկզբնական փուլում նույն աբովանդակ հատենց ունեզրկում էին, երբ որ խոսում են պետականացման մասին, հետաքրքիր է, որ պետության մասին են խոսում, ինչ պետության մասին է խոսքը գնում, սա վստահաբար Հայաստանի Հանրապետությանը ձեռնտու չի, հեծի օրինակը ակնհայտ է, չէ, հենց հեծը խլեցին, անմիջապես հատենց անջատումների տարապ սկսեց։ Այս իշխանությունը լինելով նեոթուրքական ֆաշիզմի, այսինքն Թուրքիա եւ Ադրբեջանը սպասարկող մի համակարգ, ինքը խնդիր ունի լիովին կազմակերպել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր կետ, որտեղ Հայաստանը գոնե մի քիչ ամրություն ունի։ Աբովյան քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել կալանավորված Արեգնազ Մանուկյանը։ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամը հայտարարում է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, իսկ առաջադրված մեղադրանքները փաստական հիմքեր չունեն։ Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության, անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ կեղծ մեղադրանքում։ Ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։ Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք։ Այն ամբողջությամբ կառուցված է ինչ-որ մեկի ենթադրությունների եւ վառ երևակայության վրա։ Լոռու մարզում հրազենային վնասվածքով տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տվյալներով վիրավորը 30-ամյա Երևանի բնակիչ է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։ Մեկ այլ ողբերգական դեպք էլ տեղի է ունեցել Վայոց Ձորի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրանական համարանիշներով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից եւ հայտնվել ձորում։ Վարորդը տեղում մահացել է։ Քրեական վարույթ է նախաձեռնվել, մահացածի ինքնությունը պարզվում է։ Միջազգային զարգացումների մասին։ Մերձավոր արևելքում լարվածությունը շարունակում է աճել։ Reuters գործակալության փոխանցմամբ ԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների։ Ամերիկյան հարվածներին արձագանքել է Իրանի արտգործնախարարությունը։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրում է դիվանագիտական գործընթացը խափանելու եւ ռազմական գործողությունները սրելու համար։ Իրանի ժողովուրդը, նաև համաշխարհային եւ տարածաշրջանային հանրությունը հստակ տեսնում են, թե ինչպես է ԱՄՆ իշխող շրջանակը տարվա ընթացքում երրորդ անգամ բանակցային գործընթացին զուգահեռ բացահայտորեն դավաճանում դիվանագիտությանը։ Այս անգամ նրանք անտեսեցին անգամ 14 կետից բաղկացած հուշագրի տակ սեփական ստորագրությունը, դատարկ պատրվակներով խախտելով դրա դրույթները ստորագրումից ընդամենը 20 օր անց եւ կրկին բորբոքեցին պատերազմի ու թշնամանքի կրակը Իրանի մեծ ժողովրդի դեմ։ Չնայած ռազմական լարվածությանը եւ Իրանի մեղադրանքներին, Վաշինգտոնը պնդում է, որ դիվանագիտական շփումները շարունակվում են։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթի խոսքով Իրանը դեռ ցանկանում է համաձայնության հասնել Միացյալ Նահանգների հետ։ Նրա խոսքով վերջին հարվածների պատճառը եղել է Հորմուզի նեղուցում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը։
Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 32-ից 34, իսկ երեկոյան 19-ից 21 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc-media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։